Ես Գոհար Հայերյանս ծնվել եմ Մարտակերտի շրջանի Շահմասոր գյուղում 1941 թվականին։ Որը մինչ այդ պատերազմը տեղահանվել է Բաքվի։ Հետո ամուսնացել եմ Շուշի իմ ամուսնու հետ, որը մինչ այդ պատերազմը տեղահանվել է Բաքվից, եկել է Երևան Երազղ, նորից նույն պատերազմը եղավ տեղ, ամուսինս տեղափոխվեց Շուշի, Բաքու, Երազղ, Շուշի։ Կիսուրս էլ պատմել, ամուսինս էլ պատմել, իրանց մի հատ հայ տղամարդ հետ տեղ, ասեց, որ պատերազմը մենք պետքա գիշերերին դուրս գանք։ Երազղում ապրում էր առաջ ադրբեջանցի։ Ասեց, գիտես, որ Երազղում մի հատ ադրբեջանցի կա, կուզեի տունը փոխանակի, դուրս եկեք։ Իրանք եկան համաձայնության։ Ադրբեջանցին գնաց Բաքու, մերոնք եկան Երազղ։ Դե հետո էլի պատերազմը խփեցին դեղ, մերոնք եկան Շուշի։ Ամուսնացանք, ունեցանք 6 երեխա, 3 տղա, 3 աղջիկ։ Շատ լավ էինք ապրում, երկուսով աշխատում էինք, նորմալ։ Ես իմ ծննդավայրը այնքան չեմ սիրել, ինչքան որ մեր Շուշին եմ սիրել։ Շատ լավ էր, պետության կողմից էլ տուն ստացանք, ուրախացանք։ Երեխաները նորմալ հաճախում էին դպրոց, մեր ամենօրյա գործը, մեր ամեն ինչը շատ լավ էր։ Հետո 2020 թվին այս չարապաստիկ պատերազմը մեզ նորից հեռացրեց։ Սեպտեմբերի 27-ն էր, առավոտ շոտ կրակում էին։ Մեր թռասի ամուսնուս ասում եմ, պատերազմ ամավոց թե ասի, հա։ Թռանք, արդեն ինչ շորով հակված, իջակ նկուղին։ Այնտեղ մի քանի օր մնալուց, դե հա չի ավելի է բարդանում։ Հայաստանից ավտոմեքենան եկած հաղին հանում են։ Մեզ էր ճիշտ ասած մեր Շուշի քաղաքապետը Արծիվիկ Սարգսյանը զորով հանեց, ճիշտ ասած չէինք ուզում, որ հեռանայինք, ասեց, էսի ավելի վատ է, էլի 10 օրով տեղահանում է։ 10 օրը դարանի մեծ ուրիշ բան, որը անկրկնելի էր։ Գնացինք Հայաստան, սկզբից փոքր արտաշատ էինք, լավ ընդունեցին մեր ղարաբաղցիներին, սաղի լավ ընդունեցին, հետո շատ էինք, մեկ տեղափոխվեցինք Աբարան, Շենավան գյուղում էինք ապրում, մի լավ ընտանիք էր, մեզ տուն տվեց, 2 ընտանիքով մնում էինք, շատ լավ ենք, հետո չկարողացա ես այնտեղ, ճիշտն ասած, ինձ ձգեց մեր Արցախը, երեխաներիս նույնպես, չենք կարա մնանք ուրիշ տեղ, մենք Արցախում ծնվել ենք, Արցախում մեծացել ենք, մեզ Արցախն է ձգում։ Ճիշտն ասած, դուրս փակեցի, բայց բանալները հիմա ձեռս էր, թե իմ, թե ամուսնուս, տան գրքերը, էլի ձեռս էր, ասի մեկա էլի հետ են գնալու, բայց էլի հույս եմ պահում, որ հետ եմ գնալու, չգիտեմ ինչի ձգում ասում, դուք հետ ես գնալու, ասեմ ճիշտն ասած, իմ երկրորդ տղաս, որ հիվանդ էր, սաղ ասում են անբուժելի էր, ես եկեղեցի էի գնում, մոմեր էի վառում, որ իմ երեխու կյանքը փրկվի և այդպես էլ դարավ։ Շուշիում ես ունեցել եմ 6 երեխա, իմ 6 երեխաս դեղ են ծնվել, դեղ մեծացել, մանկապարտեզա, դպրոցա, դեղ են հաճախել, մեծ տղաս 2 տարի սովորեց Եզդիկ Մոզյանում, ճիշտ է շարունակեց Ստեփանակերտում, բայց մեկ Շուշին է կարոտում, մենք դե թողեցինք գերեզմաներ, դա անհնարին է մոռանանք, իմ երեխաների ծննդավայրն է, իմ երեխաների
խաղապար կնա, սադիկնա, էդի вообще չեմ կարա մոռանանք։ Մինչև հիմա փոքրս նկարները նայում եմ, մամա, հիշում ես սադիկի նկարները, ասում եմ, հա, բալես, բայց չեմ հիշում։ Ասում եմ, մամ ջան, հերի հետ ենք գնալու, ասի հա։ Մինչև հիմա իմ երեխեքը սպասում են, որ մի օր կգնանք մեր դոռը կբանանք։ Ու ես հույսով լինելու է այդ հրաշքա լինելու։ Դուրս գալը պահը ճիշտ ասած երեխեքս հալան նկողում էին, ես եկա տուն, ասի նկարներ վերցնեմ, երեխոց նկարները հետս տանեմ, գոնե որ Շուշին տան, գոնե նկարները հետս լի հիշողությունա, հոկտեմբերի 5-ին մենք դուրս եկանք։ Դուրս գալուց մի պահ ինձ ասես հետ նկարները հետ ես գալու։ Ասի լավ էլ տանում եմ, ինչ անեմ, հետ եմ գալու, ես իմ խիտանեմ, իմ տուննա, թող մնա իմ տունը։ Ասեցի, բայց դուռը փակելուց 2 անգամ դիս սրտից ծակեց։ Հա, դուռը փակելուց, բայց դրանս համբյուրեցի։ Այո, տեսել եմ Գրանդ Հոթելի մոտեր, մեր շենքը, կանաչ եկեղեցու մոտ, տեսել եմ 3 երեխաներ ադրբեջանցի ապրում մեջը, հիմա ապրում է, ես տեսել եմ ինտերնետով, ճիշտ անստել եմ լացել եմ, այլ ասում եմ ապրի մեկա ես եմ գալու տեղս նստեմ, էլի հույս եմ պահում։ Ճիշտ ասած, ամուսինս 3 պատերազմի մասնակցել է, քրոջ երեխեքս են մասնակցել, քրոջ ամուսինս, սաղ բարեկամությունս մասնակցել է, ամուսինս, որ մեկ զանգում էր, շատ ժամանակ չի կարում զանգի, որ չեր զանգում ես ջաղայնացած երեխոցը, որ մի ձեներ մի հանեք, այսօր ձեր հերը չի զանգել, բա երեխեքը ճիշտ ասած լացում են փոքր չեր հասկանում, քանի որ նա 4 տարեկան էր, մամ ջախի ես ջաղայնանում, ասեմ, պա, ոնց ասեմ, էլի կռիվա Ղարաբաղ բարես, Անդինք չէր հասկանում այդքան էր, բայց մեծերս հասկանում են, մեծ տղա շատ կապված է հոր հետ, օր եղել ինքը չի ուզեցել, որ հացեր ուտի, ամա պապաս մջև չզանգի, ես հաց չեմ ուտի, ու մջև հիմա էլ իրանից շատ են կապված, ես իմ զորով, ասես մի շունչ այլի գնում է գալի, մջև լավորի լսեինք, բայց հենց որ լսեցիք, որ Շուշին տված է, ամուսինը զանգեց, ասեց երեխոց լավնայիր, կարող է ես էլ չլնեմ, մի պահ ասի ոնց, ամա հա Շուշին արդեն չկա, որ Շուշին չկա, մեկ սաղ, այդ 5 օր են քալնացինք, մի քիչ էլի աբարանը, հարևանները եկան, ասին, այդքան մի տահոկվեք էլի հետը բերելու, էլի ստենց, ճիշտ ասած մի կերպ համակերպեցի, նոյեմբերի 9-ից հետո ամուսինս եկավ, բավշե չէի ճանաչում, ճիշտն ասած, ասի Մաքսիմը դու ես, ասի հա, ահա, երեխեքը մնացի նայած, պապա, բա այսքան կեղտոտ, պապա, բա այսքան երեսիդ մազերը եկած, մազերդ երկան, ամա գիտեք, որ կռիվ ա եղել, բա ես որտեղ գնայի, երեխես մեկ ասում, բա մտիր տուն շորի հետ փոխին, ամա ոնց մտնեմ, հենց որ խփերասրատը բերվա, կելա մեր բլոկում, վերևից ներքև սաղ վառելա, ճիշտն ասած, էլի իմ հարևանս ա եղել իմ հետ, որ միտեղ էիք մնում, ինքն էլ 5 երեխա ունի, իրար վրա նայում ենք ու լացում ենք, մի պահ ուրախացանք, ամեն օր շենքի բակում երեխեք են խաղում են, հարևաններ եք նորմալ, շատ լավ, աշխատանք է գնում գալիս իմ երեխոց իմ հարևանա նայում, շատ իրար հետ լավ ենք եղել, շատ, նե հիմա։ Շատ դժվար էր, բայց ես իմ ամուսնուն իմ երեխոցը թողեցի դեղ,
ասի ես ամեն տեղ գիտեմ էլի, գնամ խոսամ տուն, գտնեմ, գնանք։ Ամուսինս մի կերպ ասում է հլը սպասիր, ասի չէ սպասելու բան չկար, ես չեմ կարա մնաս տե։ Ես իմ Արցախն եմ ուզում, չեմ կարա։ Ճիշտ է ինքը Բաքվում մնացել է, երազք մնացել է, ինքը երևի կկարողանա, բայց ես չեմ։ Որոշեցի մի անգամ եկա, ճիշտ ասած տուն չգտա։ Գնացի երկրորդ անգամ եկա, ասի գնամ տեղ Բադարա գյուղում մի հատ տուն կար, մի մեծ մարդ էր ապրում տեղ։ Գնացիք հետո մի 15 օր մնացիք։ Ճիշտ ասած Բադարայից չի ստացվում է երեխես կա Մոզյանը իր գործությունը ավարտեր, որոշեցիք տուն գտնենք Ասկերանում։ Գնացինք գտանք, 10 ամիս այնտեղ ենք մնացել, երեխեն իր դասյանը վերջացրել, երեխեքս էլ նորմալ դպրոց են հաճախել, հետո եկա դիմեցի տան համար, ասին տունը գթիր, ներկայացնում ենք առնենք քեզի գտանք, տունը գտադի ճիշտ 8 ամիս տևեց, բայց բարոն Մանգասարյանը շատ ապրի, իր մջամտությամբ ավելի շուտ էլի ստացվեց, մեկ եկանք ստեղ, ամուսինս տեղավորվեց աշխատանքի, ես այվեց երեխաների հետ տունն եմ, ճիշտ ասած ընտրել եմ սեփական տուն, որ հողակուտոր լինի, մենք սիրում ենք էլ աշխատել, ոնց Շուշիում եղել է ճիշտ դե մեծ ա եղել, մենք ինչ արենք որ սեղտ տենց է։ Սա ամառ մենք մեր այգուց օգտվելիս նորմալ։ Ծանորա, բայց ինձ հույս ունեմ, որ լավ կլինի։ Չգիտեմ ինչի, ինձ չի ձգում Արցախից հեռանանք։ Արցախից եթե մենք հեռանանք, մենք ենք մեր Արցախը կորցնում։ Մենք պետք է կանգնենք մեր Արցախին։ Ես իմ Եթե շատ դժվար կլինի առանց Արցախ մնալը, դա անհնարին է։ Մենք քրիստոնյա ենք։ Ես հույս ունեմ, որ Աստված մի դուր կբանա։ Մարդիկ կարող է մտածում են փախնեն, հեռանան, բայց դա սխալ կլինի։ Մենք մեր ձեռքով կդառնանք Արցախը հանձնենք Թուրքին, չէ։ Մենք ինչքան ստեպեն կանգնենք, միշտ գնանք, աղոթենք, Աստված մեզ համար դուր կբացի։ Մեր մայր հողն է, մենք ստեղ ենք ծնվել, ստեղ ենք մեծացել, մենք ստեղ ունենք գերեզմաներ, մենք մեր երեխաները Արցախը մենք ծնվել, մենք թողնենք հեռանանք, դա լավ չի։ Մեկը ուր էլ գնաս, քեզի ձգելու է Արցախ։